Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է նոյեմբերի 17-ից մինչև 23 ընկած ժամանակահատվածի համար։ Գնայինք ինչպես որ նախկինում էինք նայում անձնական կյանք, ֆինանսներ, աշխատանք եւ առողջությունը երկուսը հանել եմ, որովհետեւ բավականին շատ էի խոսում, հետո ինձ մոտ է խնդիրներ առաջանալու։ Դրա համար այն երկուսը հանել եմ, միգուցե նաեւ առանձին այն երկուսի համար կանխատեսում անեմ, քան ընդհանուր, որ պետք է այսքան խոսեմ միաժամանակ։ Եվ այս ընթացքում նաև տեղի ունենալու նորալուսին, որի մասին եւս կխոսենք, կարող եք նայել աստղաբանության ալիքում անպայման կլինի տեսանյութը։ Այստեղ էլ անպայման կանեմ կանխատեսում նորալուսնի վերաբերյալ։ Այսքանը, իսկ հիմա տեսնենք ինչ է սպասվում մեզ։ Գնայինք խոյերին։ Ընդհանուր ֆոնը, ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 17-ից 23-ը։ Ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Սա կամ օտար երկրին ուշադրություն պետք է դարձնել, միգուցե ինչ-որ հարցեր կան օտար երկրի հետ կապված, կամ նաև ձեր ցանկությունները, ձեր նպատակների հետ կապված, պետք է ինչ-որ բաներ անեք այս շաբաթ, միգուցե շատ աշխատեք, միգուցե պետք է գումար հետ գցել, ներդրում անել, բայց ինչը որ դա այդքան էլ չի կարելի, հետադարձը դեռ Մերկուրին ես ինքս էլ կանգ եմ առել այս պահին, այնպես որ ոչինչ մի արեք, բայց ձեր ցանկություններին հասնելու համար կկարողանաք անել այն ինչ որ դուք ցանկանում եք, օտար երկրից ինչ որ բաներ կարող եք լսել։ Անձնական կյանքը խոյերի Ուրեմն այս շաբաթ անձնական կյանքում ինչ-որ տղամարդ է, միգուցե նաև ձեր եղբայրն է, ձեր հայրն է, ձեր ամուսինն է, միգուցե նաև նոր ծանոթություն է ոմանց համար։ Ինչ-որ մեկն է, ով կգա ձեր տուն, միգուցե մեկ շաբաթ մնա ձեր տանը, միգուցե դուք պետք է գնաք ձեր հայրիկին օրինակ խնամեք, կամ ձեր տղան է օրինակ բանակից գալիս է մեկ շաբաթ, հետո պետք է նորից գնա։ Ինչ-որ մեկն է, ով որ մտնելու է ձեր կյանք, գալու է ձեր տուն, մտնելու է ձեր կյանք։ Դե իր մասին ինչ կարող եմ շատ ասել։ Ինչ-որ հատուկ բաներ չկան, կամ ինչ-որ հարցեր կարող են լինել, որ այդ տղայի կամ տղամարդու հետ անընդհատ լինեք այս մեկ շաբաթվա ընթացքում։ Դա արդեն ձեր անձնականն է, ոչ թե նաև ընտանեկանը։ Եվ աշխատանքի հետ կապված բավականին կարող եք այնտեղ զրուցել կամ քննարկել որևիցե հարցեր, միգուցե նաև տան հետ է դա կապված եւ ձեր աշխատանքի հետ, կարող ինչ-որ բան եք մտածել կամ այն ձեր երազանքների հետ կարող է կապված լինել, քննարկեք, խոսեք ինչ-որ բանի մասին, որ հասկանաք ինչպես անել։ Սա նաև եթե աշխատում եք պետական հիմնարկությունում, սա կարող է լինել օրինակ հավաք, այսպես ինչ-որ հարցազրույց, նաև ոմանց համար եթե աշխատանք եք փնտրում։ Միայն նայեք, որ աշխատանքի վայրում կամ եթե բիզնես ունեք, ինչ-որ մեկի հետ լեզվակռվի մեջ չմտնեք։ Դա նաև կարող է բամբասանք է ձեր աշխատանքի վերաբերյալ, աշխատանքի կազմում, որտեղ որ աշխատում եք։ Դա կարող է խոսում եք, հետո դուք գնում եք, ձեր հետևից սկսում են։ Գումարի հետ կապված մի փոքր ծանրություն կա, մի փոքր դժվարություն կամ դուք եք գումար վաստակում տանը, կարևոր դերում դուք եք, ձեր ուսերին է բեռը գումար աշխատելու, կամ մի փոքր ավելի դժվար է այս շաբաթը գումար կաշխատեք, կամ քիչ է աշխատանքը, ոնց որ եթե աշխատում եք ինչ-որ մեկի մոտ եւ քանակով եք աշխատում, կամ քիչ է պատվերը, կամ այստեղ փորձություն է նաեւ, եթե գումար շատ քիչ լինի, ինչ կանեք դուք, հաջորդ քայլը ձեր ինչ կլինի։ Գուցե Սատուրն է եկել ձեզ մոտ եւ ստիպում է ձեզ, չնայած ոնց որ թե մեկ րոպե։ Նաև դա կարող է լինել, օրինակ դուրս գումար փոխանցելը, մի քիչ դժվարություններ լինի, դրսից գումար ստանալը եւս մի փոքր խնդիրներ լինեն, ինչ որ դժվարություններ կարող են լինել։ Եվ առողջությանը հետևեք,
կամ այստեղ մի լսեք ինչ-որ մարդկանց, որ ձեզ ինչ-որ բաներ են ասում, սա արա, նա արա, ես սա արել եմ, լավ է եղել, դուք ոչ մի բան մի լսեք։ Դա նաև ուղղակի ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, եթե ինչ-որ մի բան այնպես չի, անպայման գնաք բժշկի, ոչ թե լսեք ուրիշներին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 17-ից 23-ը։ Այստեղ ինչ-որ մի բան է գնալու ձեզանից նորին տեղ բացելու համար, ամեն շաբաթ ինչ-որ նմանատիպ մի բան է։ Ինչ-որ բան պետք է գնա, միևնույնն է, գնալու է հավիտյան, բայց չգիտեմ ինչ կարող է գնալ, միգուցե այստեղ գնայինք, կարող է երևա, բայց ինչ էլ որ գնա պետք է ուղղակի իրեն բաց թողեք, որովհետև դուք չպետք է դա անեիք կամ նա չպետք է լիներ ձեր կողքին եւ այլն։ Տեսնենք անձնական կյանքը ցուլերի։ Գուցե սա է, գիտեք։ Անձնական կյանքում նայեք խոչընդոտներ կան, խնդիրներ կան, որոնք որ պետք է կարողանաք հաղթահարել։ Միգուցե դա է, կամ խնդիրներն են գնում ձեզանից, եթե մինչև այդ խնդիրներ կային, ապա խնդիրներն են գնում, թե հարաբերություններում, մեկը մյուսի հետ հարաբերություններում, թե ընդհանուր միգուցե ընտանիքում, միգուցե տանը, խոչընդոտներ կար ինչ-որ մի բանի համար, որը բոլորիդ էր վերաբերվում, եւ հիմա այդ խնդիրները գնում են նորին տեղ բացելու համար։ Բայց եթե ինչ-որ խոչընդոտներ կան, պետք է ավելի հանգիստ ճանապարհով լուծել այն, ավելի հանդարտ, ոչ թե գորգռալ, եթե իհարկե չեք ուզում ինչ-որ մեկին օրինակ կորցնեք։ Եվ աշխատանքի հետ կապված շատ շփում, կարող եք նաև խորհրդակցության գնալ, կարող եք քննարկել որևիցե հարցեր, ինչպես որ խոյերը նույն քարտն է ընկել։ Ինչ-որ բաներ կքննարկեք միգուցե տանը, կամ այստեղ աշխատանքի հետ կապված խոսակցություններ են, իրար հետ վիճում եք, որ ինչ-որ մեկը գնա աշխատի, ինչ-որ մեկը աշխատում է, մյուսը չի աշխատում, եւ դա կարող է լինել այդ խնդիրների պատճառը։ Եվ դրա համար ոնց որ խոսում եք անընդհատ։ Նաեւ սա բամբասանք է, միգուցե ձեր ֆինանսական վիճակի հետ է կապված այդ բամբասանքը, կարող է շատ եք ծախսում, կարող է անդադ տոպրակներով է գալիս տուն եւ անդադ ոնց մարդիկ նայում են հիմա որտեղից, հիմա էլ ինչ գնեցին, նմանատիպ պահեր։ Սա նաեւ կարող է լինել լեզվակռիվ, խոսակցություն, բամբասանք նաեւ ձեր աշխատանքի վայրում, ձեր բիզնեսում, կարող են անընդհատ բամբասել օրինակ ձեր մասին։ Եվ գումարի հետ կապված ինչ-որ կարող է պայմանագիր եք կնքում, որտեղ գրված է գումար, միգուցե ինչ-որ փաստաթուղթ եք ստանում, որտեղ գրված է գումար, նաև կարող եք հաշվարկել գումարը կամ ձեր ինչ-որ ընդհանուր ամսվա ծախսը, կամ հաշվարկել, կարող ինչ-որ գործ եք ուզում անել եւ հաշվարկում եք այդ գումարի չափը, գրում եք, ինչ-որ գումարներ ոնց որ։ Եվ եթե հաշվապահությունում եք աշխատում, ապա դա եւս, հենց լրիվ ամբողջությունն է, թվեր, գումարներ, նաեւ կարող եք գնալ օրինակ գումար ստանալ կամ գումար փոխանցել ինչ-որ մեկին եւ այսպես ինչ-որ փաստաթուղթ ստանալ դիմացը։ Կամ ինչ-որ տեղեկատվություն կարող եք լսել գումարի հետ կապված կամ SMS ստանաք նման։ Իսկ առողջության հետ կապված սա ցույց է տալիս արդեն ձեր տարիքը, որ տարիքով եք, կարող եք տեսնել, եւ սա նաեւ տարիքային հիվանդություն է, ուրիշ ինչ-որ խնդիրներ չկան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։
Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 17-ից 23, ընդհանուր ֆոնը։ Երեխաներն են, թոռները, հղիություն, ծննդաբերություն, շաբաթ կարող է լինել, նաև բիզնեսը, նոր կյանք է, նոր կյանքի սկիզբ է, շաբաթվա սկիզբ, նաև նոր բիզնես կարող եք սկսել, որ այդքան էլ բնականաբար չի կարելի, որովհետև հետադարձ է Մերկուրին։ Տեսնենք, անձնական կյանքը, կամ կարող եք ցանկանալ այս շաբաթ երեխա ունենալ, հղիանալ։ Ընդհանուր առմամբ կարելի ասել յուրաքանչյուր ոլորտ ձեզ մոտ իդեալական է։ Այստեղ տանը իմաստուն եք կամ ինչ որ կարող է ուրիշ կերպ եք արդեն նայում ձեր հարաբերություններին, ձեր սիրուն, միգուցե նոր ծանոթություն է, որը ձեզ նոր մարդ է սարքում, ոնց որ մի տեսակ մեծանաք, ոնց որ ուրիշ ձև նայեք արդեն կյանքին, կամ նոր սեր է ի հայտ գալիս ձեզ մոտ եւ այդպեսով եք արդեն նոր կյանքի իմաստ գտնում։ Ինչ որ դե ոնց որ կամ սա ցույց է տալիս հասուն զույգերի, ով որ արդեն երկար ժամանակ է միասին են, գուցե նաև փոխվում է ձեր հարաբերությունները, այստեղ եթե սկզբում ուղղակի շփվում եք հիմա, հա, կարող է ավելի լրջանալ ձեր հարաբերությունները, կամ արդեն ուրիշ ձև մտածեք, կամ միգուցե իրոք բավականին մեծ եք եւ միամիտ հղիանում եք, չկարելի հանել երեխային, պետք է ունենաք անպայման։ Ինչ որ պահեր են, որոնք որ նոր բան է մտցնում ձեր կյանք, ձեր ընտանիք, ձեր հարաբերություններ։ Որովհետև սա ոնց որ Աստծուց պարգև է, նաև սա կարող է իրոք ինչ որ մեկը ճակատագրով է կամ Աստված է ուղարկել ձեզ, եթե միայնակ եք, նաև ինչ որ մի բան էլ ոնց որ մտցրել է ձեր հոգում, որպեսզի դուք եւ ձեր զույգը եւ ընտանիքը ուրիշ ձև լինեք այս շաբաթ, մեկը մյուսի հանդեպ։ Աշխատանքի հետ կապված հենց աշխատանքի քարտն է, սա էլ հենց ասում է շատ աշխատանք, բարձրունք, պատվերներ, բիզնեսի հիմնում, միգուցե այստեղ իրոք նոր բիզնես եք սկսում, ոմանք կարող է նոր աշխատանքի են ընդունվել եւ գնում եք աշխատանքի։ Լավ կլիներ, որ նախկին աշխատանքից կանչեին, բայց դա եթե մարդուն անհրաժեշտ է, սա էլ պետք է անի։ Ուղղակի պետք է հասկանալ, որ այն շատ արագ է, հա, դուրս կարող եք գալ այդ աշխատանքից, ինչ որ մի բան այնպես չլինի։ Եվ դե սա պաշտոն է նաև ոմանց մոտ, առաջ խաղացում է բիզնեսում, աշխատանքում, հաջողություն նաև ունեք ֆինանսներում, երկուսն էլ իդեալական են ձեզ մոտ, միգուցե կարգավիճակ է փոխվում, բարձրանում է ձեր, ինչ որ առաջ խաղացում ունեք, որն էլ որ բարձրանում է նաև աշխատավարձը եւ այդպեսով բնականաբար ավելի լավանում ձեր։ Այստեղ հիանալի է երկու քարտն էլ հիանալի են, հա, մեկը մյուսից լավն է։ Գումարներ դնեք, գումար կստանաք, միգուցե ժառանգություն է, ինչ որ մի հաջողություն ունեք ֆինանսապես։ Ու մեծ գումար եք ստանում։ Այ առողջության մասին սա ժամանակն է հետևել ձեզ։ Ժամանակն է միգուցե արյուն հանձնելու, ժամանակն է մի հատ գնալ բժշկի, տեսնել ինչ կա։ Օրինակ ես տարին մեկ գնում եմ, անպայման տեսնեմ ինչ կա։ Ճիշտ է, շատերը վախենում են բնականաբար, բայց կոնկրետ ձեզ հենց ասում է, որ ժամանակն է հետևել ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը տեսնում ենք արև, ուրախ տրամադրություն, բարձր տրամադրություն, այն որ ինչ էլ լինի շաբաթվա ընթացքում միևնույնն է, հա, ձեր տրամադրության վրա չի ազդի, կարող է, հա, ոնց որ մի փոքր մի պահ մտածեք ինչ որ վայ, ես ինչ եղավ, բայց հետո հաջորդ քայլը դա եւս տրամադրության փոփոխությունն է եւ բարձրացումը։
Տեսնենք անձնական կյանքը։ Ահա, անձնական կյանքում ինչ-որ տղա է հայտնվում, ովքեր որ միայնակ են, միգուցե փորձեն ձեզ հետ ծանոթանալ, դե եթե հավանում եք, ծանոթացեք, հետո կասեք միայնակ եմ։ Սա նաև ձեր տղան է, ով կարող եք շաբաթով գալիս է տուն, գնում է, կամ ձեր հայրն է, չնայած այս տղավը շատ երիտասարդ է։ Բայց ամենայն դեպս տղամարդու նկար է դա եւ կարող է լինել ձեր հայրում, պետք է գնաք խնամեք։ Ձեր ամուսինն է կարող վերադառնում է տուն։ Կամ մեկ շաբաթով գալիս է, հետո ձեզ էլ է տանում, օրինակ։ Ինչ-որ մի տղամարդ է, ում ներկայությունը շատ կզգաք ձեր տանը կամ ձեր կյանքում։ Աշխատանքի հետ կապված ինչ-որ կին է, այստեղ դե չգիտեմ, այստեղ կարող է տնօրենն է, մենեջերն է։ Չեմ սիրում, որ նմանատիպ քարտերում ֆիգուրներ են ընկնում։ Մի տեսակ նորմալ ինչ-որ բան չկա, հա, ասելու ձեզ այդ դեպքում։ Միգուցե ինչ-որ աղջիկ է, որ պատվիրում է ձեզանից ինչ-որ ապրանք, իր գործն է կանում հիմա այս պահին, միգուցե վճարում է ավելի շատ, այստեղ կարող դրա համար եք ուրախ, կամ պատվիրում է դրա համար եք ուրախ, նաև շատ կարող եք աշխատել, ինչ-որ մի աղջիկա հետ կարող է, ոնց որ ինչ-որ մի աղջիկա կցեն ձեզ, այդպես եւ դուք իրար հետ ինչ-որ գործ անեք։ Ովքեր բիզնես ունեն, կարող է ինչ-որ աղջիկ եք ընդունում աշխատանքի կամ հանում եք այդ աղջիկան աշխատանքից։ Գումարի առումով ինչ-որ բան է բացահայտվելու ձեզ համար, միգուցե ինչ-որ մեկը գումար է ծախսել, դեռ չեն ասել ձեզ, միգուցե ինչ-որ փաստաթուղթ է, որը կստանաք։ Նաև գումար կարող եք ծախսել ուսման վրա, կարող եք վճարել երեխայի ուսման գումարը կամ ձեր ուսման գումարը, եթե դուք եք սովորում։ Նաև սա ինչ-որ պայմանագիր կարող է լինել, որը կամ գաղտնի է, վճարում եք ինչ-որ բան ստանալու համար, ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ բան, կամ ինչ-որ պայմանագիր է ֆինանսական, կարող ներդրում պետք է անեն, կամ դուք պետք է անեք։ Եվ եթե ինչ-որ գործարք ձեզ կառաջարկեն ֆինանսական, այստեղ պետք է հասկանալ, որ լիարժեք չի երևում վերջը, միայն դիմացն են լավ խոսում, լավ ասում, որ սա լավ կլինի, սա, բայց պետք է տեսնենք, որ մնացած գրքերը իրենքը փակ է, ձեզ համար այդ ամենը փակ է, դեռ դուք չգիտեք հետո ինչ է լինելու։ Իսկ առողջության հետ կապված կարող եք գնալ մեկ այլ երկիր, որպեսզի ինչ-որ բուժումներ անցնեք, նաև սա հղիություն է, ծննդաբերություն է։ Կամ ամենայն դեպս մրսածությանը պետք է ուշադրություն դարձնեք, նաև սա ընդհանրապես մաքուր օդում գտնվելն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին նոյեմբերի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը։ Փոփոխություն ձեր կյանքում։ Սա եւ գլոբալ փոփոխություն է ձեր կյանքում։ Եվ ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, մեկ այլ տարածք, նաև սա հղիություն է ոմանց համար, ծննդաբերություն է ոմանց համար։ Իդեպ նշեմ, լուսնայինով առյուծ, ես ընդհանրապես շատ եմ նայում առյուծը, որովհետև բոլոր էմոցիաները նայում եմ առյուծով, հա, թե ինչ էմոցիաներ է լինելու։ Եվ ես ինքս տեղափոխվում եմ, գնում ենք Դուբայ, այնտեղ կսկսենք ապրել արդեն ընտանիքով։ Շատ գնացինք եկանք, դուրներս եկավ, ավելի հոգեհարազատ, քան մնացած երկրները։ Դե բայց էլի կգամ Ֆրանսիա, Ավստրալիա եւ այլն։ Բայց շատը այնտեղ կապրենք։ Այդ համար նաև սա ինչ-որ մարդկանց համար, միգուցե որ դուք եք որոշել մեկ այլ երկիր գնալ, մեկ այլ տարածք գնալ եւ
փոխել ձեր կյանքը հիմնովին, որովհետև երբ որ տեղափոխվում ես ինչ-որ միտեղ, բնականաբար հիմքից փոխում ես դու քո կյանքը։ Եվ տեսնենք անձնականը առողջությունը պետք է ուշադրություն դարձնեք։ Ուրեմն ընտանեկան վիճակը կայունանում է, եթե խնդիրներ կար, ապա կայունանում է, եթե միայնակ եք, ապա գուցե նաև ծանոթանաք ինչ-որ մեկի հետ, ում հետ կայուն հարաբերությունների մեջ կլինեք, ով որ լուրջ կլինի, տրամադրված կլինի ձեզ հետ ունենալ ավելի ամուր հարաբերություններ, ոչ թե ուղղակի մի օրվա համար կամ նմանատիպ ոչը պահեր, ավելի հստակ հարաբերություններ։ Սա նաև եթե ինչ-որ հարաբերություններ ուղղակի էս պահին թեթև էին, ուղղակի դեռ շփվում եք, սա ոնց որ ինչ-որ հաստատում եք ինչ-որ մի բան, կամ արդեն ծնողների հետ եք ծանոթանում, կամ կարող է նշանադրվում եք, կամ արդեն պայմանավորվում եք նշանադրության համար, ծնողներն են գալիս ձեր տուն, կամ դուք եք գնում իրանց տուն, ինչ-որ ավելի ամրապնդվում է այդ իրավիճակը, հարաբերությունների այդ կարգավիճակը ավելի շատ։ Դա իսկ եթե ընտանիքում էլի խնդիրներ կային, ապա ամեն ինչ նորմալ է։ Եվ աշխատանքի վայրում այստեղ ինչ-որ մի աղջիկ է, միգուցե այդ աղջկա հետ շատ եք շփվում, միգուցե պատվերներ ունեք այդ աղջկանից, ձեր տնօրենն է, ձեր մենեջերն է, ում հետ շատ կշփվեք, միգուցե նոր աշխատող է գալիս, այդ աշխատողի հետ եք շատ ավելի մոտ լինում, շփվում եք իր հետ։ Նաև եթե բիզնես ունեք, կարող է ինչ-որ աղջիկ եք ընդունում աշխատանքի կամ հանում եք։ Գումարային առումով սա ինչ-որ մի եկամտի աղբյուր է գնալու ձեզանից մյուսը գա, մյուսին տեղ բացելու համար։ Միգուցե ինչ-որ բաներ եք անում, որ ձեզ գումար չէր բերում, եւ հիմա արդեն ասում եք, դե չէ, դա մի կողմ դնեմ, անցնեմ մյուսին, որը որ ձեզ ավելի շատ եկամուտ կբերի։ Եթե նա բաց թողեք, ուրեմն նա բաց եք թողում հավիտյան, այլևս էլ չեք անդրադառնա դրան, որովհետև կհասկանաք, որ դա ձեզ եկամուտ երբեք էլ չի բերի, կամ այդ ինչ որ անում եք, կարող է հետաքրքիր չի մարդկանց։ Եվ առողջության այ պետք է ուշադրություն դարձնեք, որովհետև կարող է նաև նա ձեզ համար խոչընդոտներ ստեղծել։ Քունը եւ այլն, ինչ որ բաներ, որը ամենակարևորն է, չէ՞, հենց խոչընդոտներ է ստեղծում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողությունն է։ Դռներ են բացվում ձեր առջև, դուք եք բացում դուռ, դուք եք փակում, բանալին ձեր ձեռքում է, միգուցե ինչ-որ ոլորտ ձեզ դուր չի գալիս, ինչ-որ հարցեր եւ այնտեղ անում եք, ավարտում եք այդ դուռը փակում եք, այլևս չեք անդրադառնալու դրան։ Սա նաեւ ուղղակի նոր դռներ է բացվում ձեր առջև, հանգիստ այս շաբաթ ինչ ուզում եք կարող եք անել։ Տեսնենք անձնական կյանքը։ Լավ քարտեր։ Այն աշխատանքն է, այստեղ մի քիչ տուժում է։ Ուրեմն անձնական կյանքում նայեք, սեր, միայն սեր, հարաբերություններում սեր, ընտանիքում սեր, մեկը մյուսի հանդեպ սեր, նաև սա կարող է սիրահարվել, ձեզ սիրախստովանություն անեն, մեր կյանքը փոխվի, ինչ-որ հարաբերություններում ոչ մի ավելացնելու բան չունեմ, բացի այն, որ մեկը մյուսի հանդեպ սիրով կլինի։ Ովքեր միայնակ են, այնպես որ պատրաստվեք, միգուցե ինչ-որ մեկին հանդիպեք, սիրահարվեք, կամ ձեզ սիրահարվեն, պարտադիր չի, որ դուք սիրահարվեք, կարող ձեզ սիրահարվել սկզբում, դա էլ արդեն ձեզանից է կախված, դիմացինը ձեր ճաշակով է, ձեզ դուր է գալիս, թե ինչ-որ ուշադրություն կդարձնեք իրեն, թե այնտեղ չեք դնի, արդեն այդ ամեն ինչը ամբողջությամբ ձեզանից է կախված։ Եվ այ աշխատանքի վայրում 3 երեսանի մարդիկ կան, 4 նաև, այնպես որ
քիչ շփվեք, քիչ կիսվեք իրենց հետ, ամեն ինչ մի պատմեք ձեր մասին, մի վստահեք ոչինչ, գուցե ինչ-որ բան են ասում, որ պետք է սա այսպես լիներ, բայց հետո գնում են տնօրենին, ինչ-որ բաներ են ասում, այնպես որ շատ մի վստահեք իրենց։ Կարող են ձեզ այնց իրոք ձեր անձնական ավելի շատ խորանալ, ավելի հարցեր տան, որը հետագայում ձեզ համար է վնաս։ Հետո արդեն ինչ-որ բաներ կսկսի տարածվել։ Նայեմ սա կարող է ինչ-որ մարդիկ են, ովքեր որ ձեզ առաջարկում են ինչ-որ աշխատանք, դե որը էլի պետք չի վստահել, մի քիչ վախենալի է։ Ես էլ հորանջեցի այս բառի ժամանակ, այնպես որ պետք է մի փոքր զգուշ լինեք։ Իսկ ֆինանսները սա կամ դուք եք ուղարկելու օտար երկիր գումարներ, կամ ձեզ են ուղարկելու գումար, կամ ձեր ցանկությունը կիրականանա, միգուցե ժառանգություն եք ստանում, միգուցե վարկ եք ձևակերպել, տալիս են, ինչ-որ մի տեղից մեկը կողապարտքով գումար է տալիս ձեզ, եթե դիմել էիք։ Ինչ-որ պահեր են, որ գումարի հետ կապված ձեր ցանկությունները կիրականանան, կամ ներդրում եք կատարել, եւ այդ ներդրումից ոնց որ գումար է դուրս գալիս։ Նորմալ եկամուտ էլի, որտեղ այստեղ հաջողություն ունեք, այսպես թե այնպես։ Իսկ առողջության հետ կապված ուշադիր եղեք, օրինակ հասարակական վայրերում գտնվելուց, այնտեղից կարող եք հիվանդանալ, ինչ-որ բաներ բերել ձեր տուն, եւ ընտանիքի անդամներին հիվանդացնել, դա մի փոքր ուշադիր եղեք։ Ուրիշ ինչ-որ հատուկ խնդիր չկա առողջության հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 17-ից 23-ը։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք։ Ինչ-որ բաներ կլինեն, որոնք որ ձեզ բավականին շատ կուրախացնեն, ձեր տրամադրությունը կբարձրացնեն։ Գուցե այստեղ ցույց տա, որ ոլորտ եմ։ Անձնական կյանքը կշարքների։ Անձնական կյանքում այստեղ գումարներ են կամ ծանոթանալու եք գումարով ապահոված ոչ երիտասարդի հետ կամ կնոջ հետ։ Նաև սա գումար կմտնի տուն, գուցե ժառանգություն է, գուցե ինչ-որ ավելի կարևոր մի բան է, կամ տուն է մտնում, կամ անձամբ, ձեզ է դա գալիս։ Տանը միգուցե ֆինանսների հետ ինչ-որ կապված թեմաներ ունենաք, խոսեք միմյանց հետ, քննարկեք կամ ծախսերը հաշվարկեք, կամ ինչ-որ բան եք ինչ-որ բան եք գնելու, գուցե մեծ բան եք գնում, որ ընտանիքի համար է, տուն, օրինակ, մեքենա, մեծ իրեր, կարող եք ինչ-որ բաներ գնել ձեզ համար, որ սա ընկել է այդ տանը։ Աշխատանքը կայունանում է։ Եթե ինչ-որ խնդիրներ կար, եթե գիտեիք, որ կարող այդտեղ չաշխատեք, ինչ-որ կասկածներ ունեիք եւ այլն, ապա սա ինչ-որ բան է կայունանում, բիզնեսն է կայունանում, արդեն ոնց որ ոտի է կանգնում, այդպես հայերեն ասված։ Արդեն ամեն ինչ նորմալ է, ոչ մի ինչ-որ խնդիր չկա, խնդիրներ չեք տեսնի այս շաբաթ։ Կամ եթե աշխատում եք ոնց որ ավելի ամրապնդվել եք այդ աշխատանքի վայրում, ոնց որ ավելի կարող են շատ վստահել, ավելի շատ բան ասեն, որ դուք անեք, ոնց որ արդեն այդ ընտանիքից կլինեք, եթե ոնց ինչ-որ մի տեղ եք աշխատում, սա նաև բիզնեսն է եւ նա եւս կկայունանա։ Ամեն ինչը նորմալ կլինի, եթե ինչ-որ մի բան այնպես չէր, վաճառք չկար կամ նմանատիպ ոչ պահեր։ Բայց այստեղ եկամուտի հետ կապված ոչ մի եկամուտի աղբյուր կհանեք ձեր կյանքից, դե երևի այդքան էլ գումար չեր բերում, դրա համար էլ կհանեք ձեր կյանքից։ Եվ նորին տեղ բացելու համար, ավելի շատ, ավելի նորմալ գումար վաստակելու համար, այստեղ նա եթե հանեք, ուրեմն նա կգնա ընդմիշտ։ Այլևս դրան չկանդրադառնա, այլևս դա ձեզ հարկավոր չի լինի։
Որովհետև դե գումար չի բեր, ինչ եք անում նորից էլի։ Իսկ առողջության հետ կապված այստեղ հենց առողջության քարտն է, սա հենց ասում է, որ լավ առողջություն ունեք։ Ոչ մի խնդիր չկա, եթե ինչ-որ խնդիրներ կան, անպայման այցելեք բժշկի։ Կարող է դուք ուղղակի այս շաբաթ այցելում եք, դա է ցույց տալիս, որ ինստինկտյան, այսպես թե այնպես դուք պետք է գնաք բժշկի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը նամակն է, ինչ-որ մարդիկ կարող են նամակագրական կապի մեջ լինել, սկսեն ինչ-որ նամակագրական կապի մեջ լինել, ինչ-որ նոր ծանոթություն է, խոսեք, ոմանք փաստաթուղթ կստանան, փաստաթղթեր կձևակերպեք, քսերոքս կանեք, որը շատ կարևոր է, կարող եք դասավորել նաև փաստաթղթերը, գրեք, սովորեք, ինչ-որ ցուցակ կազմեք, նաև ինչ-որ բան ուղարկեք ինչ-որ մեկին, այստեղ ծրար, փաթեթ, գուցե հրավիրատոմս եք ստանում, տոմս եք գնում, ինչ-որ միտեղ գնալու կամ թատրոն, կինո, դեպ ոնց որ Հայաստանում լավ կինո կա, մեծաճյուղով կգայի։ Անձնական կյանքը այստեղ հիանալի են բոլոր քարտերը ձեզ համար, անձնական կյանքում սեր, նոր հարաբերություններ, ընտանիքում սեր, իրար մեջ սեր, այստեղ սիրո խոստովանություն, շատ սեր մի խոսքով, ամեն տեղ սեր, ովքեր միայնակ են հնարավոր է այստեղ սիրահարվեք կամ ձեզ սիրահարվեն։ Աշխատանքի հետ կապված է պայմանագիր է, հենց դա էր երևի, այստեղ պայմանագիր կարող եք կնքել աշխատանքի հետ, ոնց որ ցիկլային աշխատանք, անընդհատ պետք է անեք այդ աշխատանքը։ Գուցե ձեր երկրորդ կեսն է գնում ամուսնանալու։ Ամուսինը կամ կինն է, սկսում աշխատել, իր մոտ է ինչ-որ պայմանագիր, ինքն է պայմանագիր կնքում, եւ արդեն մտածում եք, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Ոնց որ սեր է իշխում տանը, որովհետև արդեն բոլորն աշխատում են եւ խնդիր չի լինի գումարային։ Գումարի հետ կապված, եթե ինչ-որ ուղի եք ընտրել, եթե ինչ-որ բան եք ուզում անել, գումարների հետ կապված, ապա շատ լավ է, այստեղ կարող է ճիշտ ուղի եք ընտրել, միգուցե ուզում եք գնալ, վերցնել վարկ, դիմել պարտքով գումար, ներդրում կատարել, սա գնել, նա վաճառել, ինչ ուզում եք անեք, այս քարտը ասում է, որ շատ ճիշտ որոշում եք կայացրել, շատ ճիշտ է արեք դա։ Այնպես որ ճիշտ ուղի է ձեզ համար դա, այն ինչ որ մտածել եք։ Գուցե այստեղ արդեն որ աշխատանքը կա, մտածում եք ինչ որ գումար հետ գցեք, ինչ որ բանի համար, գուցե ուզում եք նախատեսել եք օրինակ ինչ որ բան։ Ես օրինակ գումար հետ գցելուց երբեք չեմ նախատեսում ինչ որ հստակ բանի համար։ Ուղղակի գումարը մի կողմ է դրվում, որովհետև երբ որ ինչ-որ մի նպատակի համար ես գումար հետ դնում, այդ գումարը ինստինկտյան ծախսվում է։ Մի բան է դուրս գալիս, ծլում, որ այդ գումարը պետք է ծախսեք։ Եվ առողջության հետ կապված, եթե խնդիրներ կար, ապա սա ասում է կայունացում, ամեն ինչ նորմալ է։ Կամ եթե օրինակ քրոնիկական հիվանդություն է եւ գիտեք, որ մշտապես նա արկա է, ամենայն դեպս այս շաբաթ ամեն ինչ նորմալ է լինելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 17-ից 23-ը։ Բավականին ոգևորված կլինեք այս շաբաթվա ընթացքում, ինչ-որ ճանապարհներ կգնաք, կարևոր նորություններ կլսեք, կստանաք, նաև հյուր կարող եք ընդունել այս մեկ շաբաթ կամ անընդհատ մարդիկ գնան գան,
կամ կարող են գալ մնալ ձեր տանը, կամ դուք գնաք մնաք ինչ-որ մեկի տանը, այստեղ կարող բորբոքվել նաև, որ ինչի են եկե մնում։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ առողջությունը նայեք, ինքը արդեն քարտն ասում է ոնց որ ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Անձնական հարաբերություններում այստեղ շատ զրույց։ Նա կարող եք նոր ծանոթանալ ինչ-որ մեկի հետ եւ բավականին զրուցեք այս շաբաթ, դեռ անընդհատ ոնց որ կապի մեջ լինեք, իրար հետ խոսեք, ասեք, վերցնեք։ Նաեւ դա քննարկում է ինչ-որ բան է կարող, քննարկում ընտանիքով անընդհատ կամ նույն թեման է կամ ինչ-որ բաներ են, որոնք որ քննարկում եք։ Օրինակ, ինչ-որ կարող է գործի համար, բիզնեսի համար, երեխա ունենալու համար, տեղ գնալու համար եւ այլն։ Աշխատանքի հետ կապված այստեղ հասարակական գործունեություն է սա։ Կարող եք զբաղվել հասարակական գործունեությամբ, ինչ-որ էջերով բաներ վաճառել, ինչ-որ սոցհարթակում, այնտեղ ինչ-որ մարդկանց հետ կապված, կարող է դրսում ինչ-որ մի բան եք որոշում դնել, վաճառել շուկայում եւ այլն։ Ինչ-որ հասարակական գործունեություն է, միգուցե որոշում եք ինչ-որ վլոգներ անել, ինչ-որ ձեր կյանքը ցույց տալ։ Ինչ-որ պահեր են այստեղ։ Նաեւ սա կարող է առիթ է, կամ աշխատանքի կարող եք ընդունվել դա նշել, կամ աշխատանքի վայրում որևիցե առիթ կարող է լինել այս շաբաթվա ընթացքում։ Գումարի հետ կապված այն ինչ ուղի, որ դուք ընտրել եք, ճիշտ ուղի եք ընտրել ձեզ համար, արեք, գուցե ինչ-որ բան եք ուզում գնել, վաճառել, գումար ծախսել սրա վրա, նպատակ դնել, նպատակի վրա ծախսել, ներդրումներ կատարել եւ այլն, ինչ-որ պահեր են, որոնք ճիշտ ուղի է ձեզ համար, արեք այն ինչ որ մտածում եք որ պետք է անեք, ինչ որ ուզում եք որ անեք։ Պես ուղին արդեն ընտրել եք դուք, կարող ինչ որ բիզնես եք ուզում հիմնել եւ ուղի եք ընտրել եւ դրա վրա ոնց որ անդադ գումար եք ծախսում, օրինակ ես այդպես եմ սկսել։ Եվ ինչ որ ուղի եք ընտրում եւ դրա վրա անդադ գումարներ քիչ, մեկ է տեսնում եք որ լիքը ապրանք ունեք եւ կարող եք այդ գործունեությունը սկսել։ Եվ առողջության հետ կապված այստեղ ինչ որ հատուկ բաներ չկա, կարող է անալիզ եք հանձնել, դրա պատասխաններն է գալիս, ինչ որ փաթեթ կարող եք ստանալ։ Ինչ որ բաներ չկան։ Դա եթե մարդիկ կան, որ իրանք վատ են զգում իրենց, դա կարող է լինել նաև այս սրանով օրինակ շտապօգնության այց, եւ այլն, ինչ որ հատուկ բաներ չկան այստեղ։ Կարող է ձեզ համար չի։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 17-ից մինչև 23-ը։ Ընդհանուր ֆոնը։ Չգիտեմ, ոյ, երևի թե պետք չի ուրեմն, յետև, պետք չէր գնացին։ Ուրախ պահեր, բարձր տրամադրություն, ոմանք անընդհատ ժամադրությունների կգնան, ոմանց մոտ անակնկալներ, ծնունդներ, ինչ-որ պահեր, որոնք որ ձեր տրամադրությունը կբարձրացնեն։ Նվերներ կարող եք գնել, նվերներ ստանալ, նվերներ տալ։ Տեսնենք անձնական կյանքը։ Քիչ առողջությունն է այստեղ։ Անձնական կյանքում շատ շփում, կարող է նոր եք ծանոթացել, այստեղ դրա համար է ցույց տալիս, ինչ-որ ժամադրություն, բաներ, կարող եք քննարկել, խոսել ընտանիքի անդամներով, դե ընտանիքը կա չի սիրում քննարկել, ինչ-որ մեկը միշտ քննարկումներից փախչում է,
Բայց ընդհանրապես լավ է դա, հենց ընտանիքի հիմքն է դա եւ ընտանիքի ամրությունն է դա, երբ որ մարդիկ սկսում են այդ քննարկել ինչ-որ բան։ Կարող եք քննարկել, կարող եք նաեւ այստեղ բամբասանք է։ Բամբասանք է ձեր հարաբերությունների հետ կապված, այստեղ ժամադրությունների եք գնում միշտ։ Հատկապես չէ, եթե դիմացինը, եթե հա դու աղջիկ ես նայում, եթե դիմացին օրինակ տղա է եւ ունի մի քանի մեքենա, միշտ խոսակցություն է լինում։ Միշտ, որովհետեւ անընդհատ այդ խոսակցությունները կան, որ տարբեր մեքենաներով կգայի կիշնի։ Բայց հաշվի չառնելով, որ դա մի հոգուն, հա, մեկն է դա։ Այդ խոսակցությունները միշտ էլ առկա են, միշտ էլ կան, դրա համար ճիշտ կլինի, որ տղան դուրս գա, հետո նոր աղջիկը իջնի։ Ամենայն դեպս, այստեղ նաև ընտանիքով ինչ-որ բան կարող եք քննարկեք, որովհետև այստեղ ուղի եք ընտրում, կամ դուք ընտանիքով, կամ դուք ինքներդ անձամբ որոշեք ինչ-որ մի հարցի հետ կապված եւ ձեր ընտանիքի անդամներին ասեք, կամ ձեր զույգին, ձեր ում հետ որ հարաբերությունների մեջ եք իր հետ։ Այստեղ աշխատանքի հետ կապված ինչ-որ ուղի եք ընտրել, բիզնեսի հետ կապված ինչ-որ ուղի, եւ այդ ուղին ճիշտ է ձեզ համար, գնացեք այդ ուղով, շատ ճիշտ ուղի է, արեք այն ինչ որ ուզում եք։ Միգուցե բիզնես եք ուզում բացել, միգուցե աշխատանքից եք ուզում ազատվել, կամ աշխատանքից ինչ որ գործեր եք ուզում անել։ Նաև ինչ որ բան է, կամ հենց հստակ ինչ որ միտեղ եք ուզում մտնել աշխատանքի, պայքարում եք այդ աշխատանքի համար։ Մի խոսքով ճիշտ ուղի է այն, ինչ որ դուք որոշել եք, որ ուզում եք անել։ Եվ գումարները սա կամ անցյալից ինչ որ պարտք եք իրենք են ուզում կամ ձեզ են պարտք վերադարձնում են, գուցե անցյալի կատարած աշխատանքն է, որը դե կվերցնեն, հա, ոնց որ ապրանքը կաղոտվել եք, հիմա գումարն են տալիս, կամ անցյալից պատվիրել էին, հա, ինչ որ երկար ժամանակ, հիմա այդ գործն եք անում եւ տալիս եք գումարը ստանում։ Նաև կարող եք դուք ինքն այդ որոշել, որ այն ինչ որ անում եք անցյալում, ձեզ գումար էր բերում, հիմա եւս դրանով զբաղվեք, հա, այստեղ ուղղությունը միգուցե հենց դրա համար է։ Իսկ առողջության հետ կապված այստեղ ինչ որ բախումներ են, ինչ որ խնդիրներ կան, որը ձեր առողջությունը կամ թույլ չի տալիս անեք, կամ անընդհատ կարող է խնդիրներ ստեղծի։ Դրա համար գնացեք բժշկի, եթե ինչ որ խնդիրներ կան, չեք կարող անել։ Մարդիկ կան, ոնց որ շատ են կռանում, հետո չեն կարողանում վեր կենալ, դա եւս հա, այստեղ լաբիրինթ է։ Չեք կարողանում վեր կենալ, ինչ որ խնդիր է ստեղծվում դրա համար։ Դրա համար պետք է անպայման այցելեք բժշկի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 17-ից 23-ը։ Ներցանկությունների իրականացում, օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր պահեր, որոնք որ այս պահին կատարում եք, նաև ինչ որ նորություններ կլսեք օտար երկրի վերաբերյալ, միգուցե ինչ որ տղա է, օտար երկրացու հետ եք ծանոթանում կամ օտար երկրում է ապրում։ Նաև ձեր ցանկություններին հասնելու ճանապարհին եք, հա, ոնց որ գնում եք դեպի ձեր ցանկությունը, ինչ էլ որ լինի։ Անձնական կյանքը ջրհոսների երկու գույն են, ինչ հետաքրքիր է։ Անձնական կյանքում սա նոր սկսվող հարաբերություններ է ոմանց մոտ։ Նոր կյանք է ոմանց մոտ, կարող է նախորդ շաբաթ ամուսնացել եք եւ հիմա այս շաբաթը արդեն նոր շաբաթ է ձեզ համար, նոր ընտանիք, նաեւ սա հղիություն, ծննդաբերություն է, ինչ որ մի փոքր մի բան, կամ ընտանիքով որոշել եք բիզնես սկսել, դեռ նոր, դե բայց հիմա չի կարելի, պետք է սպասեք, հետո կասեք բիզնեսը չաճեց։ Մի խոսքով ինչ որ նոր բան է, նոր փոքր բան է։ Միգուցե դուք ձեր անկյունն եք ստեղծում, նոր, այն ինչ որ փոքր քայլերով, այդպես
Աշխատանքի վայրը նույնպես սիրով եք, կամ աշխատակիցներն են ձեր հանդեպ սիրով լինելու, կամ դուք եք իրենց հանդեպ սիրով լինելու։ Նաև ձեր սիրած աշխատանքն է, դրանով եք զբաղվում, սիրում եք ձեր աշխատանքը, կամ կարող եք ընդունվել այնպիսի աշխատանքի, որը եւս ինչ-որ սիրով կանեք, սա նաև հենց բիզնեսն է, կարող ընտանիքով բիզնես եք բացում, կամ զույգերով։ Զույգերով այդքան խորհուրդ չեմ տա, ինչքան որ ընտանիքն է, զույգերը մի քիչ ուրիշ է։ Եվ բիզնեսին վերաբերվում եք սիրով, հավեսով, այդպես սկսում եք անել։ Գումարը կայուն է, գումարի հետ կապված բացարձակապես խնդիր չունեք, կամ մշտապես կայուն եկամուտ է, կամ միշտ գալիս է գումար եւ դուք գումարից չեք նեղվում։ Ամենայն դեպս այս շաբաթը չեք նեղվելու։ Խնդիր չկա դրանում։ Եվ առողջության հետ կապված այստեղ պետք է ուշադիր լինել մրսածությանը, կոկորտին, անգինա, հազ եւ այլն, ձայնալարեր, միգուցե դրանք գրիպի հետևանքներ, մրսածության հետևանքներն են։ Հիանալի շաբաթ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակներ, այդ ձկներին։ Ինչ-որ բան եք ունենալու, գիտեք, եթե ես անունը փոխում եմ, նայեք եկվորյակները որտեղ, ձկները որտեղ, ուրեմն դուք իրենց հետ ինչ-որ հարցեր եք ունենալու, ինչ-որ բան է լինելու, դրա համար գալիս է դա։ Դուք ձեր նշանը նայեք, ես ձեր համար եմ գցում։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 17-ից 23 ընդհանուր ֆոնը։ Ընտրության առջև եք կանգնած լինելու ինչ-որ կարևոր բաներ կարող եք ընտրել, որոշել, միգուցե ինչ-որ մարդիկ կլինեն, որ տարբեր ուղիներով կարող եք գնալ դուք եւ ինչ-որ մեկը կարող եք որոշել իրարից հեռանալ, նաեւ ընտրություն յուրաքանչյուր պարագայում դա կարող է լինել, սա եթե գնում ես, նշանակում է դժվար է կատարել ընտրությունը։ Անձնական կյանքը միգուցե սա է, կարող է երկու տղամարդու միջև եք ընտրություն կատարում։ Այստեղ անձնական հարաբերություններում դա ինչ-որ մի տղա է, ինչ-որ տղամարդ է, միգուցե մտնում է ձեր կյանք եւ կամ ընտրություն է կատարում, թողեք ձեր կյանք, թե ոչ։ Նաև սա կարող է ձեր ամուսինն է, որ գալիս է դրսից, ձեր տղան է, որ կողմ եք շաբաթ գալիս է, մնա, հետո գնա օրինակ բանակում է ծառայում, կամ ինչ որ տղամարդ է, ում հետ որ շատ ձեր ընտանիքը կապված կլինի, կամ միգուցե ոնց որ զույգեր կան, չէ, որ միշտ ընկերը հետն է, միգուցե նմանատիպ ոչ պահ է։ Դե նաև կարող է ձեր հայրն է, ում պետք է խնամեք այս մեկ շաբաթվա ընթացքում, անդադար խնամքի կարող է կարիք կա եւ պետք է խնամեք։ Ինչ որ դերը շատ մեծ է լինելու այս շաբաթ այդ տղայի։ Աշխատանքի հետ կապված կարող եք զբաղվել ոչ հասարակական գործունեությամբ, օրինակ YouTube-ով, կարող եք սոցհարթակով, կարող եք որոշեք բլոգեր դառնալ, ձեր կյանքը հանրայնացնել։ Ինչ որ նմանատիպ գործեր եք կամ սոցցանցերով ինչ որ բաներ վաճառեք, սկսեք ինչ որ գործեր անել։ Նաև սա կարող է աշխատանքի վայրում ոչ թե առիթ է կամ ձեր բիզնեսում, հա, ինչ որ տարի է, հա, ֆիքսված տարի է, դա եք նշում, ինչ որ տարիներ են արդեն, որ այդ գործով եք զբաղվում եւ նշում եք դա։ Եվ գումարի հետ կապված ինչ որ գաղտնիք է բացահայտվելու, կարող է իմանաք, որ ինչ որ մեկ ինչ որ բան է պատվիրել առանց ձեզ, ինչ որ գումար է ծախսել, կամ Սա նաև գործարք է կամ գործարք կարող են ձեզ առաջարկել, որտեղ սա ինչ որ գաղտնիք ունի իր մեջ այդ գործարքը, դա համար պետք է ուշադիր լինել, զգույշ լինել, միանգամից չտրվել, չհամոզվել կարելի ասել, որտեղ այստեղ մեկ գիրքը բաց է, մնացածը փակ են, եւ դուք չեք իմանա հետո ձեզ հետ ինչ կարող է լինել։ Եվ նաև ինչ որ կարող է փաստաթուղթ է, ինչ որ վճար է, վճար նաև ուսման հետ կապված
Կարող է ձեզ են վճարում, կարող է դուք եք սովորեցնում, կամ դուք եք սովորում, վճարում եք։ Իսկ առողջության հետ կապված սա արդեն կամ ապահովագրությունն է ձեզ գումար վճարում, կամ դուք եք վճարելու ձեր առողջության համար։ Կարող է դեղորայքի համար է դա, կարող է նաև ինչ-որ բժշկին նաև գումար տակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։